Մի օր մի երիտասարդ տղա վարպետի մոտ է գնում և ասում. «Ես եկել եմ ձեզ մոտ, որովհետև ինձ այնքան անպետք և խեղճ եմ զգում, որ ապրելու ցանկություն չունեմ։ Շուրջ բոլորս ասում են, որ անհաջողակ եմ և հիմար։ Խնդրում եմ, օգնեք ինձ»։ Վարպետը նայելով երիտասարդին ասում է. «Ներիր ինձ, բայց ես հիմա զբաղված եմ և չեմ կարող օգնել քեզ։ Այս պահին մի հրատապ և կարևոր գործ ունեմ անելու»։ Մինչ երիտասարդը հուսալքված հեռանում է, վարպետը կանգնեցնում է նրան և ասում. «Եթե համաձայն ես ինձ օգնել իմ գործում, ապա ես էլ ուրախությամբ կօգնեմ քեզ քո գործում»։ «Սիրով», ասում է տղան, կրկին իրեն մերժված զգալով, քանի որ իր խնդրանքը երկրորդական էր համարվել։ «Լավ», ասում է վարպետը, ճկույթից հանելով իր ոսկյա գեղեցիկ մատանին, «ձի հեծնիր, գնա շուկայի հրապարակ և անմիջապես վաճառիր այս մատանին, որպեսզի ես կարողանամ պարտքս վճարել։ Փորձիր որքան հնարավոր է բարձր գնով վաճառել և հանկարծ չհամաձայնես այն վաճառել 1 ոսկեդրամից ցածր գնով։ Այդ անելուց հետո որքան հնարավոր է շուտ վերադարձիր»։ Երիտասարդը վերցնում է ոսկե մատանին և գնում։ Հասնելով շուկա, նա սկսում է մատանին առաջարկել տարբեր գնորդների և վաճառողների, ովքեր հետաքրքրությամբ զննում են այն։ Մատանին բոլորին շատ է դուր գալիս, բայց երբ իմանում էին, որ 1 ոսկեդրամից պակաս չեն կարող գնել, հիասթափվում էին։ Շատերը նույնիսկ ծիծաղում էին, երես թեքում։ Եվ միայն մի ծեր պապիկ սիրալիր բացատրում է երիտասարդին, որ նրա ասած գինը չափից դուրս բարձր է այդ մատանու համար և որ այն արժե մի պղնձե դրամից ոչ ավելի։ Լսելով ծերունու խոսքերը, երիտասարդը տխրում է ու վերադառնում վարպետի մոտ։ «Վարպետ, ես չկարողացա կատարել ձեր խնդրանքը», տխրությամբ ասում է տղան։ «Լավագույն դեպքում ես այն կարող էի վաճառել մի քանի պղնձե դրամով, բայց մատանին շատ թանկ կարժե»։ «Դու հենց նոր շատ կարևոր խոսքեր ասացիր», ասում է վարպետը։ «Նախքան մատանին վաճառելը մենք պետք է պարզենք դրա իսկական արժեքը, իսկ այդ գործում մեզ կարող է օգնել միայն մասնագետը՝ ոսկերիչը։ Գնա նրա մոտ և պարզիր մատանու իրական արժեքը, սակայն որքան էլ գին սահմանի մատանու համար, հանկարծ չվաճառես»։ Տղան հեծնում է ձին և գնում ոսկերչի մոտ։ Ոսկերիչը մատանին երկար զննելուց կշռելուց հետո ասում է. «Փոխանցիր վարպետին, որ այս մատանու համար ես այս պահին պատրաստ եմ վճարել 58 ոսկի, սակայն եթե նա ինձ ժամանակ տա, ապա ես պատրաստ եմ այն գնելու 70 ոսկով»։ 70, ուրախացած բացականչում է տղան և մատանին հետ վերցնելով գնում վարպետի մոտ։ Տեսնելով տղայի ուրախությունն ու ոգևորությամբ, վարպետն ասում է. «Իմացիր, տղաս, որ դու հենց այդ մատանու նման ես, անգին և անկրկնելի։ Ինչպես ոսկե մատանին կարող է ճիշտ գնահատվել միայն ոսկերչի կողմից, այնպես էլ քո իրական արժեքը կարող է հասկանալ միայն մասնագետը։ Ինչու ես կարծում, որ ցանկացած մեկը կարող է հասկանալ ու ճշմարտապես գնահատել քեզ»։